Արդյոք թուղթուգիրը եւ անեծքը կարող են ազդել քրիստոնյաների վրա։ Ժամանակակից հայ հասարակության մեջ շատերին մի հարց է տանջում. արդյոք թուղթուգիրը, անեծքները կամ կախարդանքը կարող են ազդել քրիստոնյաների վրա։ Հաճախ ենք լսում, որ մեր հարազատները, բարեկամները կամ ընկերները ասում են. զգույշ եղիր, մեկը քեզ աչքով է տվել, կամ մեկը քեզ թուղթուգիր է արել եւ այդ պատճառով է, որ այդքան փորձանքների մեջ ես ընկնում։ Սակայն իսկ ինչ է ասում Աստվածաշունչը։ Արդյոք հավատացյալը վտանգված է եւ արդյոք այսպիսի բաները իրոք կարող են վնասել քրիստոնյաներին։ Այս տեսանյութում կփորձենք պարզել այդ ամենը։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոն ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Որովհետև համոզված եմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ ներկա եւ ոչ գալիք բաները, ոչ զորությունները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է։ Այս համարում հստակ գրված է, որ իրական հավատացյալ քրիստոնյաները Քրիստոսի մեջ են եւ նրանց ոչ մի անեծք, ոչ մի չար ցանկություն չի կարող հաղթել։ Քրիստոսը մեզ փրկագնեց օրենքի անեծքից, անեծք դառնալով մեզ համար, որովհետև գրված է. անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից, որպիսի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով եւ որպիսի մենք հավատի միջոցով ստանանք խոստացված Սուրբ Հոգին։ Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսն արդեն կրել է ցանկացած անեծք, որին մենք արժանի ենք։ Եթե մենք նրա մեջ ենք, ոչ մի չար խոսք մեզ վրա իշխանություն չունի եւ չի կարող մեզ վնասել։ Մկրտված եւ ապաշխարությամբ ապրող քրիստոնյան չարի իր վրա արձակած կրակոտ նետերը կոտրում է հավատքի վահանով։ Սատանան կարող է միայն հաչել նրա վրա, սակայն կծել չի կարող, եթե մարդը ինքը թույլ չտա դա։ Հովհան Ոսկեբերյան։ Այսինքն քրիստոնյաները լիարժեք պաշտպանված են չարից, երբ փակ են պահում իրենց հոգևոր դուռը, աղոթքով, պահքով, եկեղեցու հետ միաբանվելով եւ ապաշխարությամբ։ Իսկ ինչու են մարդիկ այդքան հետաքրքրված այս հարցերով եւ ինչու են վախենում։ Մարդիկ հաճախ վախենում են անտեսանելի ուժերից։ Քանի որ չեն կարող լիարժեք վերահսկել որոշ բաներ, հաճախ շատ բաներ սկսում են կապել ինչ որ կախարդական կամ խորհրդավոր ուժերի կամ գործընթացների հետ։ Սա հոգեբանական բնազդ է փորձել կառավարել վախը որևէ պատճառի միջոցով։ Եթե հիվանդացա, երևի մեկը անեծք արեց։ Եթե գործս լավ չգնաց, երևի թուղթուգիր են արել, գնամ ու հանեմ դա։ Բայց սա բացարձակապես կապ չունի քրիստոնեական ճշմարտության հետ։ Քրիստոնեական աշխարհայացք հիմնված է Աստծո գերիշխանության վրա, ոչ թե մոգական մտածողության։ Իրական քրիստոնյան ընդունում է, որ Աստված է տիեզերքի տիրակալը ու ամեն ինչ կառավարողը, որը հստակ խոստացել է, որ իրեն հավատալու եւ իր խոսքը պահելու դեպքում մարդկանց ոչինչ չի կարող իրենից բաժանել կամ հոգեպես վնասել, եւ այն էլ չար ուժերով կամ անեծքներով։ Եթե դու ապաշխարությամբ ես ապրում, աղոթում ես, մարմնով եւ հոգով միացած ես եկեղեցուն, չկա այնպիսի թուղթուգիր, անեծք, հմայախոսություն կամ կախարդանք, որը կազդի քեզ վրա եւ կվնասի։ Սակայն եթե մարդը վախով է ապրում եւ հեռու է Աստծուց, եւ իրապես հավատում ու վստահում է գուշակներին, էներգիայով բուժողներին կամ մոգերին, նա բացում է իր հոգին չար ուժերի առաջ։ Հետևաբար ոչ թե թուղթն ու գիրը կամ անեծքն են ազդում ու վնասում մեզ, այլ չարի առաջ մեր բացած դռներն են մեզ վնասում, երբ չենք ապրում Աստծո ներկայության մեջ։ Ամփոփելով, թուղթն ու գիրը առանց քեզ Աստծուց բաժանելու ոչ մի ուժ եւ ազդեցություն չունեն քեզ վրա։ Եթե դու Քրիստոսի հետ ես, Սուրբ Երրորդության անունով մկրտված եւ կենթանի հավատքով ես ապրում, ապա սատանան չի կարող հարվածել քեզ։ Ուրեմն հնազանդվեք Աստծուն եւ դիմադրեք սատանային, ու նա հեռու կմնա ձեզանից։